Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները Մայամիում կենտրոնացած էին դիրքորոշումների համաձայնեցման վրա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա սոցցանցում հրապարակած գրառման մեջ նշել է, որ կիրակնօրյա բանակցությունները եղել են արդյունավետ ու կառուցողական և կենտրոնացել են Ուկրաինայի, Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջև ընդհանուր ռազմավարական մոտեցման վրա։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդիպել էին նաև Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Ուիթքոֆը նշել էր, որ Դմիտրիևի հետ իր բանակցությունները նույնպես արդյունավետ և կառուցողական են եղել։ Ռուսաստանը շարունակում է լիովին հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն, X-ում գրել էր Ուիթքոֆը։ Ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպմանը Մայամիում նախորդել էին Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների եռօրյա բանակցությունները։ Դրանց արդյունքներով էլ Ուիթքոֆն ասել էր, որ Ուկրաինան նույնպես շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հաստատմանը։ Ըստ նրա, այդ բանակցություններում քննարկվել է 4 փաստաթուղթ, այդ թվում 20 կետից բաղկացած խաղաղության բուն պլանը։ Այն ենթադրում է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ և երկրի տնտեսական զարգացման ճանապարհային քարտեզ։ Ուկրաինայի նախագահն էլ մեկնաբանելով բանակցությունները ասել է, որ Մոսկվայից ազդակները դեռևս նեգատիվ են։ Շատ բան կախված է նրանից, արդյոք Մոսկվան իրապես կզգա պատերազմն ավարտելու կարիք։ Դա չպետք է լինի հռետորաբանություն, քաղաքական խաղ, ասել է նա։ Զելենսկին զգուշացրել է, որ Ռուսաստանը շարունակում է հարձակումը Ուկրաինայի տարածքում, հարվածում է ենթակառուցվածքներին, ռազմական հանցագործություններ կատարում։ Նա հերթական անգամ կոչ է արել Վաշինգտոնին Մոսկվայի վրա ճնշում բանեցնել։ Մինչ բանակցությունները Ֆլորիդայում շարունակվում էին, ուկրաինական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ռուսական ստորաբաժանումները հատել են Ուկրաինայի պետական սահմանը Սումիի մարզի Գրաբովսկոե գյուղի շրջանում։ Ուկրաինայի զինված ուժերը հաստատել են, որ ուկրաինական պաշտպանական ուժերը հեռացել են մի քանի դիրքից։ Կայունացման միջոցառումները շարունակվում են, ասված էր հաղորդագրությունում։ Ինչպես ուկրաինական պարբերականներից մեկին փոխանցել է Գրաբովսկոյի գյուղապետ Լարիսա Կրեմենզան, սահմանամերձ գյուղի շուրջ 5 տասնյակ բնակիչների ռուս զինծառայողները տարել են Ռուսաստանի տարածք։ Պաշտոնական Մոսկվան պարբերաբար մեղադրանքի սլաքներ է ուղղում Եվրոպայի կողմը, նշելով, որ հենց հին մայրցամաքի երկրներն են մեղավոր Ուկրաինայի շուրջ բանակցությունների դանդաղեցման համար։ Պուտինը Ռուսաստանում արգելված X-ի հարթակում երեկ ավելի կոշտ է արտահայտվել Եվրոպայի հասցեին, հայտարարելով, թե իրենց կենտրոնամետ հորդորջող Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ռազմական արկածախնդիրները տանում են աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի։ Պուտինը նաև հայտարարել է, Մոսկվան կարող է իր նպատակներին հասնել նաև ուժային մեթոդներով, եթե Կիևը հրաժարվի խաղաղ բանակցություններում ընդունել Մոսկվայի պայմանները։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։